Ողջույն Reopen Սերենդի սիրելի ընկերներ, այսօր Տավուշի մեր թիմը ցանկացել է բարձրաձայնել մի խնդրի մասին, որը գուցե քչերին է հուզում, սակայն տարիների ընթացքում այն սկսել է դառնալ տեսանելի մեծ երիտասարդներիս։ Ես գտնվում եմ Գոշգյուղում, իմ հետևում 800 տարեկան վանական համալիրն է Գորշավանքը։ Միջնադարյան այս հանրահայտ համալիրը, որը դարեր շարունակ եղել է հայ ժողովրդի հոգևոր օջախներից մեկը, այսօր կարծես լուր հարցնում է, կարելի է զարգանալ առանց կորցնելու ինքնությունը։ Վանական համալիրի տարածքը մասամբ վերածվել է գունագեղ շուկայի։ Տաղավարներ, ժամանակավոր կառույցներ, անկանոն կառուցապատումներ, անկանոն առևտուր։ Մյուս կողմից բնակիչներն այսպես կարողանում են հոգալ իրենց կենսական կարիքները։ Մենք ուրախ ենք, որ մեր հնությունները այցելում են, մենք էլ ուրախանում ենք իրանցով, մի կտոր հացի փող ենք աշխատում։ Հիմա Եվակի քաղաքի շատացել են, եթե կարելի ասել հնգակի։ Ամենակիչը տարեկան այստեղ այցելում է 3 միլիոն այցելում։ Այսինքն ինչքան արտասահմանցի մտնում են, ասենք Հայաստան, պլյուս ներսի տուրիզմը, այդ ամբողջը ստեղ գալիս։ Մենք փորձեցինք ճշտել գյուղապետարանից, թե տարեկան քանի զբոսաշրջիկ է այցելում համալիրի տարածք, եւ թե արդյոք փորձ եղել է համալիրը գրանցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ 2 օր շարունակ մենք փորձեցինք կապ հաստատել գյուղապետարանի հետ, անգամ այցելեցինք գյուղապետարան ըստ պայմանավորվածության, սակայն դռները փակ էին։ Օրինակ մենք սանատորիա գնանք, այնտեղից տարբեր ազգի Դաշե Քուվեյթից մարդիկ երեք ցանկություն հայտնեցին գալու ստեղ։ Իրանք առանձին ավտոբուսով եկան։ Ավելի նախընտրելի կլիներ, որ մարդիկ ավելի շատ իմանային մին Գոշի դատաստանագիրքի մասին, քան Գոշի դատաստանագիրքը օրինակ ներառվեր ՅՈՒՆԵՍԿՕ-ի համապատասխան ցուցակում։ Գոշավանքի պես պատմամշակութային վայրեր Հայաստանում շատ կան, սակայն այս վանքը գտնվում է Տավուշում եւ մենք Տավուշից ենք։ Դիլիջանի տարածաշրջանի փորձը ցույց է տալիս, որ զբոսաշրջությունն ու մշակութային ժառանգության պահպանումը կարող են քայլել կողք կողքի, եթե լինի հստակ տեսլական, պատասխանատու մոտեցում եւ համայնքի իրական մասնակցություն։